Հաղորդման գլխավոր հովանավոր մատման փաստաբանական գրասենյակ։ Մատման փաստաբանական գրասենյակ, արդարության անզիջում պաշտպանություն, բազմաթիվ հաղթած գործեր, անկեղծ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, այստեղ գործում է մի սկզբունք, կամ լավ, կամ ոչինչ, եթե ուզում եք վստահություն, փորձ և հաղթանակ, ընտրեք ճիշտ հասցեն։ Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն և իհարկե հետաքրքիր հյուր, իմիջն է ձեր եթերում։ Մեր այսօրվա հյուրի անունը բարձր հնչում է Հայաստանի էսթետիկ բժշկության պատմության ամենավաղ էջերից։ Նա եղել է դրա ակունքներում, բերելով իր պրոֆեսիոնալիզմը, իր փորձը, իր գիտելիքները և հստակ ձեռագիրը և ձևավորել մի նոր մշակույթ։ Նրա համար էսթետիկան սոսկ արտաքինի մասին չէ, այլ ներդաշնակության և ինքնավստահության։ Վառ, կրեատիվ, գեղեցիկ Նարիդե Ասլանյան։ Շատ շնորհակալություն Նարա ջան, որ դուք ընդունեցիք իմ հրավերը։ Մենք հիմա կսրճենք, կզրուցենք։ Քաղցրի հետ ոնց եք։ Շատ լավ չեմ, ուղղակի գիտակցաբար շատ լավ չեմ, որովհետև ավելորդ քաշ պետք չի, բայց որպես ուղեղին սնուցող կարելի է։ Դե ես շատ համեղ քաղցրավենիք եմ հյուրասիրում Մարաշիից, չափազանց թարմ, համեղ և տարբեր համերով, իրենք շատ փոքրիկ կտորներով են և այդ փոքրիկ գայթակղությունը կարող ենք մեզ մեկ-մեկ թույլ տալ։ Եվ առավոտյան ժամերին կարելի է։ Դե համեղ սրճենք, համտեսենք Մարաշիի քաղցրավենիքը և զրուցենք։ Ես վստահ եմ, որ բժիշկների գերդաստանում ծնվելը ձեզ այլընտրանք չի թողել որևէ այլ մասնագիտության համար։ Չեմ սխալվում, չէ՞։ Իրոք այդպես է եղել, ես իրոք չեմ պատկերացրել, որ կա մի ուրիշ մասնագիտություն, որովհետև բոլորը իմ շուրջ բոլորը բժիշկներ էին, տարբեր մասնագիտությունների եւ անգամ չի ինչ-որ միտք առաջացել, որ ես կարող եմ ինչ-որ մի ուրիշ մասնագիտություն ընտրեմ։ Միայն երևի արդեն, որ պետք է պարապեինք, պետք է ընդունվեինք բժշկական ինստիտուտ, այդ ժամանակ հայրս եւ մայրս մի օր ասացին լավ մտածի, որովհետև դու միշտ պատասխանատու ես լինելու ուրիշի համար, դու չես ունենալու քո կյանքը։ Ես դա հիմա շատ ուրիշ ձև եմ գիտակցում, բայց հավատացեք, այն ժամանակ էլ եմ ես հասկացել։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ ընտրությունն էր իմ եւ ամբողջ կյանքի ընթացքում եղել է մի պահ, երբ որ ես փոշմանել եմ եւ դա տևել է երևի թե մի ամիս։ Իրոք, այսինքն ես փորձել եմ մտածեմ, որ ես կարող եմ բժիշկ չլինել, բայց դա տենց չի, ես հպարտ եմ, որ ես բժիշկ եմ, ես մի վայրկյան չեմ փոշմանում, ասում եմ անգամ այդ մի ամիսը դա ուղղակի երևի ինչ-որ մտքերի փոփոխություն էր, ոնց են ասում, եթե նորից ծնվես, ինչ կդառնաս, կամ ինչ-որ մի բան կյանքումդ կփոխես, ոչ, ես բժիշկ եմ։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ճիշտ է մասնագիտությունս ինչ-որ մի չափով փոխվել է, բայց ամեն դեպքում ես սիրում եմ իմ մասնագիտությունը, դու գիտես, որ դու ուրիշի կյանքի համար պատասխանատու ես, եւ դու միշտ ապրում ես ուրիշի կյանքով։ Իսկ սպիտակ խալաթի մեջ դուք երբ ընդունվեցիք բժշկական համալսարան, ձեզ ում եք պատկերացնում, ում դերում։ Պապայիս հետքերով եմ գնացել, որտեվ մայրս բուժֆակի ավարտել, իսկ հայրս մանկաբույժ էր, եւ ես չեմ պատկերացրել, որ մեծերի հետ պետք է զբաղվեմ ընդհանրապես։ Ես սիրում եմ կենդանիներ եւ երեխաներ, եւ ես հստակ գիտեի, որ ես մանկաբույժ եմ լինելու, եւ դա ինձ շատ հոգեհարազատ բան էր, որովհետև ես սիրում եմ խաղալ, ես սիրում եմ գույներ, ես սիրում եմ ինչ-որ հնարած պատմություններ եւ սկիզբը դա էր։ Ուղղակի կյանքի բերումով, տարբեր բաներ փոխվելով, լույս ու մութ տարիներ սկսվելով, ամեն ինչ փոխվեց եւ ստացվեց այն, որ ես հիմա մաշկաբան կոսմետոլոգ եւ աշխատում եմ մեծերի հետ։ Թաքուն կարող եմ ասել, միևնույն է, ես սիրում եմ երեխաներին եւ կենդանիներին, բայց ես բժիշկ եմ եւ ես պատասխանատու եմ ամեն մեկի համար, ով որ մտնում է իմ կաբինետ, ես պարտավոր եմ անել այն, որ բուժառուն դուրս գա իմ կաբինետից երջանիկ, հանգիստ, ապահով եւ շփիտով։
Այնպես է ստացվել, որ դուք մի քանի տարի աշխատել եք վերակենդանացման բաժանմունքում, այդտեղ խուզիչ պահ կա աշխատանքի մեջ, դու փրկում ես կյանքեր։ Եվ ձեր պարագայում գիտեմ, որ դա տվել է ձեզ նաև շոտ պիտանի լինելու զգացողությունը եւ ադրենալին։ Այսօր ձեր կաբինետում այդպիսի հերոսական ապրումներ չեն լինում, չեք կարոտում։ Ծանր աշխատանք է վերակենդանացման բաժանմունքը, նամանավանդ դա եթե երեխաների բաժանմունք է։ Դա փորձ է, դա ռիսկ է, ելի կկրկնվեմ, դա բժշկություն է, բայց շատ էի կարոտում, որովհետև գեղեցկություն եւ էսթետիկ բժշկություն 25 տարի առաջ այդքան դա չէր դիտարկվում։ Դիմակները եւ խնամքները երևի չէին դիտարկվում որպես ադրենալին։ Սակայն ես այս պարագայում այսօր այնպիսի պրոցեդուրաներ եմ անում, որ այդ կարոտս դրանով եմ փոխարինում, որովհետև նույն բոտուլինոթերապիան, թելեր դնելը, նույն ֆիլերը, եթե դու սխալ անես, դու կարող ես այնպիսի հետևանքներ ունենաս, որոնք պրակտիկորեն ցավոք սրտի կարող են հանդիպել եւ վերակենդանացման բաժանմունքում։ Դրա համար հիմա կարոտ չունեմ, հիմա հակառակը երևի արդեն տարիների փորձը ասում է նրա մասին, որ ես ուզում եմ ավելի հանգիստ քնել եւ չմտածել, որ այդպիսի բարդություններ կարող են լինել։ Դե վառ էմոցիաները այսօր էլ դուք ապրում եք ձեր կաբինետում։ Շատ եւ ստեղ ավելի բարդ տարբերակ է, որտեվ երևի կկրկնվեմ, բժշկությունը երբ որ կյանք ես փրկում կամ եթե դա ուրգենտ տարբերակ է եւ դա առողջություն է, այսինքն հիվանդը գալիս է եւ կարիքն ունի բուժվելու, այսինքն ցավ չունենալու, այսինքն առողջ հանգիստ լինելու տարբերակում, մեր կաբինետ գալիս են 90% առողջ մարդիկ, որոնք ուզում են էլ ավել գեղեցկանալ եւ էլ ավելի պահանջկոտ են եւ էլ ավելի ինչ որ խնդիրներ ունեն, որ դու ստեղ երևի բացի բժշկական կրթությունից էլ պարտավոր ես արդեն ինձ տենց է թվում հիմա նաեւ հոգեբանի մասնագիտություն, որտեվ այո, կյանքը փոխվել է եւ ամեն ինչը շատ դժվար է։ Անկամ արդեն կոնկուրենցիան ոչ թե քո գոլեգաների հետ է, այլ արդեն ինտելեկտուալ ChatGPT-ի հետ է։ Այո, այդպես է։ Բժիշկուհի Այրինե Ասլանյանին ճանաչում եմ մի քանի տասնամյակներ, բավական շատ իրար հետ համագործակցել ենք եւ շարունակում ենք համագործակցել ամենատարբեր ասպարեզներում։ Ես իրեն ընկալում եմ որպես ոլորտի առաջատար մասնագետ եւ շատ ուրախ եմ, որ մենք իրար ճանաչում ենք, որովհետեւ եւ մարդկային որակներով եւ պրոֆեսիոնալիզմով մասնագիտական կարող եմ շատ բարձր գնահատել, կարող ես շատ հանգիստ խորհուրդ տալ Արինեին, որպեսզի պացիենտը ինքը զբաղվի բուժմամբ եւ միանշանակ ամոթով չես մնա, այսինքն ամենավերջի տեխնոլոգիաներին միշտ ինքը տիրապետում է եւ իրար շատ հաճախ հանդիպում ենք նաեւ միջազգային տարբեր կոնգրեսների, գիտաժողովների, այսինքն մի անձնավորություն, ով անընդհատ ինքը իր վրա աշխատում է։ Եվ ինչպես շեշտեցի, նաեւ շատ կարեւոր է, որ կա նաեւ այդ ինտելիգենտության եւ բարի դրացական հարաբերության այդ մթնոլորտը, որը եւս շատ հաճելի է շփման ժամանակ եւ նաեւ գործնական հարաբերությունների։ Հետևաբար, ես կարծում եմ, որ մեր ոլորտը նաև հարուստ է իր առկայությամբ։ Առաջին իր հատկանիշը որպես բժիշկ դա մարդասիրությունն է, եւ սրանից բխելով արդեն նա իրեն դրսևորում է որպես շատ գրագետ, շատ կարդացած, շատ զգուշ, լուրջ իր գործին մոտեցող մասնագետ։ Իսկ այս զգացողությունը, որ դուք զբաղված եք մյուսներին գեղեցկացնելով։ Հաճելի է, պարտավորեցնում է, որտեվ շատ անգամ գեղեցկությունը տարբեր է լինում, համ պացիենտի աչքով մի ձևի է, իմ աչքով ուրիշ ձևի է։ Պետք է գալ ինչ-որ մի միջին տարբերակի, բայց մաքսիմալ փորձում եմ անել այն, ինչ որ խնդրում է պացիենտը, եթե իհարկե դա առողջությանը վնաս չէ։ Միշտ մտածում եմ, որ ավելևը ինչ որ մի բան չանեմ, կամ պակաս անեմ, կամ ավելացնեմ հետո, քան թե միանգամից։ Նայեք, էսթետիկ բժշկությունը ունի մի հատ սենց հետաքրքիր պահ, երբ որ քիչ ես անում, միգուցե մաքսիմալ արդյունքը չես տեսնում, որովհետև եթե ծավալներ ենք հաղորդում, պետք է քանակ լինի, որպեսզի բուժառուն տեսնի այն, ինչ որ ինքը ուզում է, բայց շատ անգամ դու ես հետ կանգնում ու մտածում ես, որ
մի քիչ ավելի պակաս անես եւ հետո ավելացնես, որպեսզի հանգիստ քնես, թե դու, թե բուժառուն։ Իսկ ինչպես է կարողանում համոզել, որ այդ ավելի քիչը շատ ավելի գեղեցիկ է եւ ավելի անվտանգ։ Դժվար է, բարդ է, բայց փորձում եմ եւ դրա համար միգուցե ամեն մի բժիշկ ունի իր նման պացիենտներ եւ դա նորմալ է եւ շատ անգամ էսթետիկ բժշկության մեջ իրոք մենք ավելի շատ հոգեբան ենք, մենք լսում ենք, մենք խորհուրդ ենք տալիս, մենք միասին գնում ենք։ Ես իրոք կարող եմ ասել, որ ունեմ պացիենտներ, որոնց հետ ես էլ եմ մեծացել, այսինքն բոլոր փոփոխությունները մենք միասին ենք տեսնում եւ նամանավանդ կնոջ մոտ բոլոր հորմոնալ փոփոխությունները, բոլոր ընտանեկան խնդիրները կամ չգիտեմ, այդ ամեն ինչը բնականաբար կնոջ դեմքի վրա արտահայտվում է, արտացոլվում է եւ դու փորձում ես մաքսիմալ շտկես, փագես, որպեսզի կինը միշտ երևա գեղեցիկ, որովհետեւ կնոջ աչքերի փայլը դա ամեն ինչ է։ Ամեն մի կին դիմելով իրեն ապահով ազգում, որովհետև մոտեցումը բժշկի լինելու է գրագետ, լինելու է ճիշտ, առանց ավելացումների, առանց յուրահատուկ մոտեցման այն առումով, որ իսկ եթե մի քիչ ավելանենք, իսկ եթե մի քիչ այս տարբերակով կամ այն տարբերակով, այսինքն ինքը ինչ անում է իր կատարելի գործողությունը բնականին է մոտ։ Երբ որ անձը գնում է այցելում է բժշկին, այնուհետև բժշկից հետո երբ որ նայում է դեմքին, կտրականապես տարբերություն չի զգում, բայց զգում է, որ ինչ որ բան փոխվել է իր մեջ, ինքը էլ ավելի գեղեցկացել է, թարմացել է, ջահերացել է, բայց այնպես չի, որ նայելով հայլու մեջ ինքը տեսնում է կտրականապես ուրիշ մարդ։ Սա շատ կարևոր է, որ ամեն մեկը իր ինդիվիդուալությունը չի կորցնում, այս է ինձ համար ամենակարևորը իր աշխատանքի մեջ։ Դուք կանգնած եք եղել Հայաստանի էսթետիկ բժշկության ամենասկզբում, հա? Այս շատ բան է փոխվել ոլորտում։ Այո, իհարկե ամեն ինչ փոխվել է։ Եվ փոխվել է ոչ միայն էսթետիկ բժշկության մեջ, փոխվել է ամբողջ աշխարհում, բայց էսթետիկ բժշկությունը իմ համար այնպես արագ է փոխվում, ինչպես իմ մանկության կինոները, որտեղ բոլորը այլմոլորակային պատմությունների մասին էին, եւ այդ ամենը ինչ որ ես փոքր ժամանակ տեսել եմ, երազել եմ, հիմա ամեն ինչը դա կա, թեկուզ այն ապարատները, որոնք 3 օրվա մեջ դեմքիդ մաշկի որակը փոխում են։ Էսթետիկ բժշկությունը, եթե սկիզբը մենք սկսում էինք այն դեղորայքներից կամ այն պրոցեդուրաներից, որ մենք չգիտեինք, մենք էլ էինք մենք էլ էինք դա սովորում, այսօր հնարավորությունները այնքան շատ են, որովհետև այդ 3D ֆորմատ անատոմիական բոլոր ատլասները մեզ թույլ են տալիս ավելի հեշտ պատկերացնել, թե ինչ ենք անում, ինչ կտրվածք ենք անում, ինչպիսի շերտում ենք գտնվում եւ խուսափել այն բոլոր բարդություններից, որոնք բնականաբար մենք ունեինք առաջ եւ ավելի շատ։ Բոլոր պրոդուկտները հիմա ավելի մոտեցվել են մեր օրգան համակարգների, ինչ որ բջիջների մասով, սենց ասեմ, ինչ որ հնարավորություններ է ստեղծում, անգամ նենց բաներ, որը ճիշտ է դեռ Հայաստանում չկա, բայց չեմ զարմանա, որ վաղը չեմ այսօրը ավելի արագ եւ ավելի շատ լինի, քան թե նույն Ճապոնիայում կամ Կորեայում, որտեղ մեր բժշկությունը շատ արագ քայլերով եւ հավասար ինձ թվում է քայլում է եւ շարժվում է։ Բոլոր հնարավորությունները, որոնք ճանապարհները բացվելուց հետո մենք բնականաբար ավելի շատ ունենք եւ տարբեր տրենդեր, բրենդեր եւ դեղորայքներ եւ պրոցեդուրաներ, այդ ամենը մենք տեսնում ենք եւ կիրառում ենք։ Բնականաբար իմ համար համեմատել այն ինչ որ ես անում եմ 2002 եւ 3 թվականին եւ այն ինչ որ հիմա է, ես է կարող եմ ասեմ, որ ես էլ եմ այլմոլորակային։ Ձեր զինանոցի, այսպես ճակերտավոր ասենք, հա, զենքերը շատացել են, հա, դարձել են գերժամանակակից, բայց կա այստեղ մի բայց, դրանք պետք է շատ գրագետ եւ զգուշ օգտագործել։ Բնականաբար, որովհետեւ դրա հետ համահունչ, ինչքան մենք զարգացել ենք, այնքան իմ համար ցավոք գեղեցկությունը ինչ որ մի չափով ստացել է իր ստանդարտ պարամետրը, որը կոնկրետ ես չեմ ընդունում, որովհետեւ շատ անգամ ես տեսնում եմ եւ շատ անգամ այդպես էլ գալիս են բուժառուները իրանց պահանջներով 3-4 ընկերուհի կարող են խնդրել նույն շուրթը կամ նույն քթի ձևը։ Ես դա չեմ հասկանում, ես դա չեմ պատկերացնում, ոնց կարելի է ուզել ինչ որ մեկին նմանվել, անգամ եթե դա Անջելինա Ջոլին է, որը շատ գեղեցիկ է, բայց դա Անջելինա Ջոլին է, իսկ դու Արմինե Հովհաննիսյանն ես կամ դու Կարապետ Պետրոսյանն ես, ինչի ես ուզում դառնաս Անջելինա Ջոլի, այսինքն նկատի ունեմ, որ ամեն մեկը յուրահատուկ է, ամեն մեկը անձ է եւ ինքը պետք է այդպես էլ մնա։ Ուրիշ հարց, որ կարելի է շտկել ինչ որ մի կնճիր, կարելի է մաշկի որակ լավացնել, կարելի է ատամները սպիտակեցնել եւ ժպիտը լինի առողջ, կարելի է մարմինը առողջացնել, բայց ոչ թե նմանվել եւ դառնալ բոլորին համահունչ ինչ որ երկար մազերով, մեծ շուրթերով, փոքրիկ քթով եւ չես տարբերում, ես չգիտեմ ոնց է։ Անհատականությունները կորել են։ Իսկ դեմքը այցեքարտ է եւ դեմքի վրա փոփոխությունները պետք է անել
գրագետ, զգույշ, որպեսզի այդ անհատականության դրոշմը չկորի։ Իհարկե, դեմքի անհատականությունը ընդհանրապես կորում է, բայց կան մի հատ էլ մի ուրիշ կողմ, անատոմիան դեռ նույնն է, ճիշտ է, ամեն մեկի մոտ միևնույն է, տարբեր է, բայց ընդհանուր առմամբ դեռ նույնն է եւ մենք ինչ որ չենք շատ փոփոխվել։ Չարաշահելը բերում է կամ նույնատիպ ինչ որ դեմքի կամ ընդհակառակը բարդության։ Դրա համար ես կարծում եմ, որ միևնույն է, ամեն մի պացիենտի հետ բժիշկը մտածում է, ամեն մի պացիենտի հետ բժիշկը որոշում է, թե ինչպիսի մկանային համակարգ ունի կոնկրետ այդ պացիենտը, ինչ կարելի է ձեռք տալ, ինչ կարելի է ձեռք չտալ, ինչքանով կարելի է մեծացնել, չգիտեմ, այնտեղ կրկնակզակ, հանել կամ ավելացնել դունչիկ կամ փոքրացնել քիթ, այդ արսենալը ճիշտ է մենք ունենք, բայց ես կարծում եմ, որ բժիշկը պետք է մտածի եւ ոչ թե YouTube-յան ալիքներում կամ Instagram-ում նայել կետեր եւ դնել ստանդարտ բոլորի համար, ոնց որ ցավոք սրտի շատերն են շատ դեպքերում, այո, եւ մեկ-մեկ էլ իմ ծիծաղը գալիս է, որ լուրջ բժիշկի կոմենտների տակ գրում են, այդ կետը լավ չեք դրել կամ սխալ եք դրել կամ ինչ որ sense մի բան կոնկրետ իմ պացիենտը ինձ ասել է դու սխալ ես թել դնում ես երեք նայել եմ, դու այս կետը սխալ ես դրել։ Ստիպված ձեռնոցը հանում ես, թելը դնում ես ստերիլ սեղանին եւ ասում ես այն հայլին, սա ասեղը խնդրեմ։ Դե եթե տենց պետք է անենք, ուրեմն չգիտեմ, ինձ թվում է բժիշկի դեպի հարգանքը ամեն դեպքում պետք է հետ գա եւ այդ կոսմետոլոգ բառը մեկ-մեկ անգամ մտածում եմ, ասեմ թե ոչ, որովհետև իմ համար դա բժշկություն է, դա իրոք մասնագիտություն է, դու պետք է միևնույն է ամենաառաջին մասով չվնասես պացիենտին։ Ես կարծում եմ առաջինը չվնասես, երկրորդը գեղեցկացնես։ Դուք ձեր սկզբունքներն եք հիմա թվարկում, երկուսը թվարկեցիք, էլի ունեք անխախտելի սկզբունքներ։ Ասել ոչ ու երբեք ռուսերեն տենց ասում են «Նիցի на поводу у пациента», որովհետև շատ անգամ լինում է, որ դու սենց այդ վերջի րոպեին ինքդ դե ասում ես դե լավ, էսել ու վերջ եւ ստանում ես այն ինչ որ չպետք է ստանայր կամ քո 100 տարվա հարազատ ինչ որ մի մարդ է դիմացդ պացիենտ է, որ դու կարող է չանհանգստանաս եւ ինչ որ մի պրոցեդուրա անես, բայց էլի կարող ես շատ վատ արդյունք ստանաս, պետք է ոչ ասես։ Եթե դու զգում ես ներքին sense միանգամից, որտեվ դա ինտուիտիվ է, եւ որտեվ դու բժիշկ ես, որտեվ դու պարզ գիտես, որ այս վերջին, չգիտեմ, այս վերջին ասեղը, այս վերջին կաթիլը կարող է ինչ որ շատ վատ հետևանքի բերի, ես կարծում եմ, որ պետք է չի ռիսկել։ Պետք է ասես ոչ։ Ի սկզբանե կարող ես ասել ոչ։ Եթե դու չես տիրապետում այդ պրոցեդուրային, դու չես անում։ Ես սովորած եմ եւ ես անցել եմ այդ, ասենք թե դասերը, դասընթացները, օրինակ թել դնելը քթի շրջանում, ես դա չեմ անում։ Դա կապ չունի, որ ես ունեմ սերտիֆիկացիա, ես ունեմ դիպլոմ եւ ես դա չեմ անում։ Եվ ես դա երբևիցե չեմ անի, եւ ով ուզում է գա եւ ինչ գումարների մասին է, չգիտեմ, խոսքը կապ չունի, ես դա չեմ անում, եւ ես համարում եմ, որ կոնկրետ այդ պրոցեդուրան վիրաբույժների համար է։ Անկամ վիրաբույժները կարծում եմ, որ նույն թելի փոխարեն կանեն կլասիկ նորմալ ռինոպլաստիկա եւ կստանան ճիշտ քիթ։ Լավ, իսկ էլ որ դեպքերում եք դուք ոչ ասում։ Եթե ինքը նախապատրաստված չի, ես նկատի չունեմ պրոցեդուրաների, այլ նկատի ունեմ, եթե նա վատառողջ չէ, կարճ ժամանակ է անցել ինչ որ վերջին վիրահատություններից հետո, կամ նոր է լավացել, ապակինվել, չգիտեմ, սկսած կովիդի այն տարիներից հետո, կամ պարզապես եթե ատամ է բուժել եւ մի քանի օր ինչ որ դեղ է խմում, եթե ունի հերպես, այդ մի շարք է, որը ասենք թե կապված է հիվանդությունների հետ։ Բացի դրանից, եթե դա 40+ տարիքային սենսն է, ապա մենք խոսում ենք դեֆիցիտների մասին, այսինքն վիտամինների, հորմոնների եւ այլն։ Եթե դա պակաս է, ես կարող եմ առավոտից երեկո այդ մարդուն ներարկեմ պոլինուկլեոտիդներ, բայց եթե ինքը ունի ինչ-որ որոշ դեֆիցիտներ, ինքը միևնույն է, մինչև վերջ արդյունքից գոհ չի լինելու։ Դա էլ է պետք հասկանալ եւ դա ուղղակի պետք է զարգացնել եւ կրթել արդեն ոչ թե միայն բժիշկներին, այլ պացիենտներին, որ մենք ընդհանուր առմամբ ամբողջովին օրգանիզմ ենք եւ միայն լցնելով դրսից ոչ մի արդյունք չես տեսնի, եթե դու ներսից պատրաստ չես եւ առողջ չես։ Ընկերոջ մասին խոսելը եւ հեշտ է եւ մյուս կողմից շատ բարդ։ Նաեւ նորայրենի հետ մեր ճանապարհները խաչվել են դեռևս 2003 թվականից, երբ մենք միասին մուտք ենք գործել էսթետիկ բժշկության ոլորտ, Լիտե բժշկական կենտրոնում, այնուհետ Լիտե Մարիոտում։ Բնականաբար մեր մասնագիտական հայացքները եւ էսթետիկայի ընկալումները համընկնում են։ Դասական կրթությունը, մասնագիտական երկարատև փորձը, հաղորդակցման հմտությունները, սա այն փունջն է, որ բնութագրում է մեր սիրելի նանոին։
Նանոն ունի կրեատիվ միտք, որը միշտ ողջունելի է մեր ընկերական շրջապատում եւ մենք առիթված չենք թողնում օգտվել այդ մտքից։ Ես իրեն շատ սիրում եւ գնահատում եմ որպես ընկեր եւ ցանկանում եմ, որ իրեն կյանքում եւ մասնագիտական ուղիում ամեն ինչ շատ հարթ լինի։ Ինչպես հասկացա, դուք բավականին երկար ձեր կաբինետում զրուցում եք այցելուների հետ։ Այո, իհարկե, ինչպես իմ գոլեգան է ասում դու ավելի շատ խոսում ես, քան թե ինչ որ ներարկում ես։ Այո, դա տենց էլ լինում է։ Դա կարևոր է, չէ՞։ Դա շատ կարևոր է եւ համարյա իմ բոլոր գոլեգաներն են այդպես անում եւ ունեն այդ անկետաները եւ ես դա եմ ուզում ասեմ, դա մեր հին սովորած ճիշտ տարբերակն է։ Մենք բոլորս ունենք անկետաներ, որի մեջ գրում ենք այդ սովետական տարբերակով սովորած, որ ինչ հիվանդություն, երբ, ինչ է տարել, ինչ վիրահատություն, ինչ դեղեր է խմում, որպեսզի ապահովենք եւ հանգիստ լինենք եւ մեզ եւ բուժառուին։ Դուք, ես որքան գիտեմ, ունեք տարիների, բազմաթիվ տարիների այցելուներ, հավատարիմ եւ անդավաճան։ Այն ինչպես է ստեղծվել այդ հարաբերությունը։ Խառնվածքն էլ կապ ունի այդ հարցում, որովհետև կան պացիենտներ, որ 1-2 անգամ այցելելուց հետո, խոսելուց հետո, ոչ մի խնդիր չունենալուց հետո գնում են ինչ-որ մեկ ուրիշ գոլեգայի մոտ եւ դա կարծում եմ նորմալ է, դու չես կարող բոլորի դուր գաս։ Ի վերջո ամեն մեկը գտնում է հետո իր բժիշկին։ Այո, իր բժիշկին, այդ առաջինը։ Երկրորդը ամեն դեպքում, եթե դու վստահ ես քո գիտելիքներին, եթե դու ժպտում ես, ես կարծում եմ դա ամենակարևորն է, եթե դու կարողանում ես գտնես առաջին անգամ տեսնելուց պացիենտի մոտ ինչ որ մի բան, որը քեզ նման է, ես տենց եմ մտածում, որ կարողանում եմ այդ գիծը կամ չգիտեմ, ինչ որ մի բառը կամ նույն ժպիտը օգտագործել քո օգտին, իմ օգտին, որտեղ ես պարտավոր եմ պահել իմ պացիենտին իմ մոտ, ապա ես դա օգտագործում եմ։ Կարող է հեռախոսային ինչ որ զանգի ժամանակ եւս հանգարցակի իմանամ, որ պացիենտը օրինակի համար եմ ասում, ունի շուն, այդ դեպքում ես այդ էլ կօգտագործեմ, որտեղ ես էլ ունեմ։ Բայց իրոք ինձ թվում է այդ առաջի պահը ուղղակի երբ որ դու խոսում ես, բուժառուն քեզ լսելուց ինքն էլ է ընտրում եւ հասկանում, դա քո մարդն է, թե ոչ։ Էներգետիկ է կապը, չէ՞, էներգետիկ է, դրա մեջ ոչ մի բան չկա։ Երբ որ օրինակ իմ բուժառուն ասում է, ես ուզում եմ օրինակ ռինոպլաստիկա անեմ, քթի փոփոխություն, ում խորհուրդ կտակ, ես ասում եմ մի քանի վիրաբուժի անուն ու ասում եմ, գիտեք ինչ, գնացեք խոսեք, որովհետև սենց ասելով դուք կարող եք 3-ին էլ տեսնեք, 3-ն էլ լավ են, բայց խոսալուց հետո հաստատ ընտրեք մեկին կամ ընդհանրապես ոչ մեկին չընտրեք։ Ամենալավ բժիշկն է կարող է ինչ-որ սխալ բան անել եւ չեմ ուզում ասեմ վատ, բայց ոչ փորձառու բժիշկն էլ կարող է ինչ-որ վաու աշխատանք ունենա, դու երբեք չգիտես ինչ է լինելու, դու միշտ նույնպես ինչքան որ բժիշկն է ռիսկում, այնքան էլ պացիենտն է ռիսկում, բայց եթե դու որոշել ես ինչ-որ մի բան անես, դու պետք է հանգիստ գնաս, դա իմ կաբինետը կլինի, վիրաբուժի կաբինետը կլինի, կապ չունի, եթե դու վստահում ես ու դու հանգիստ եկել ես եւ դու խոսել ես եւ դու վստահել ես, ուրեմն դու պետք է սպասես, որպեսզի ստանաս արդյունք։ Պիտի կարողանաս անձի հետ, լինի դա կին, լինի դա տղամարդ, հաստատես մտերմիկ մթնոլորտ, որ կարողանաս ճիշտ աշխատես իր հետ, մոտեցում ցուցաբերես, բացատրես, հասկանաս Նարինեն այն անձնավորությունն է, որ անգամ հայացքն է, հասկանում, ընբռնում եւ ընդունում։ Կարողանում է ամբողջ ծավալով բացատրել, թե ինչ է պետք անել, արդյոք պետք է թե ոչ եւ ոնց անել, որ ել ավելի լավ լինի։ Ինքը ուղղակի այս պահով չի եզրափակվում, ինքը շարունակելի անհանգստանում է, զանգահարում է, կապապահում, դու զգում ես քեզ պաշտպանված։ Սա շատ կարևոր է։ Այն ջերմությունը, որով ինքը ամեն մեկին ընդունում է, դա շատ կարևոր է։ Ամեն մի դիմորդ, ով գալիս է Նարինե Ասլանյանի մոտ, իրեն թվում է, որ միայն ինքն է։ Իրականում այդ զգացողությամբ ես դու գնում, որովհետև թվում է, որ միայն դու ես, որ այսօր եկել ես ու ինքը ամբողջ այդ իր ու ներքին ուժը ասեմ, մտքի պարոնակությունը, իր ունակությունները, ամեն բան գործադրում է, միայն դու լավ լինես, ապահով լինես, ամեն մի ծակոց, ամեն մի կատարելիք աշխատանք իր համար նա վերապրում է անընդհատ։ Լավագույն արդյունք, ինչպիսին է այն։ Եվ դա ում պետք է առաջինը բավարարի, պացիենտին թե ձեզ։ Առաջինը պացիենտին,
որովհետև միշտ ուրախանում ես, երբ որ զանգում ա ու ասում ա վայ նենց լավ ա կամ գրում ա նենց լավ ա, բայց դու մտքումդ գիտես, որ ինչ որ մի բան մի քիչ պակաս ես արել։ Եվ մյուս կողմից ինձ, որտեվ ես գիտեմ, որ դեռ շարունակվելու է այդ process-ը, միանգամից չի եւ ինքը միևնույն է, պացիենտը դեռ տեսնում է մի 60%-ը, բայց դու ես քո վրա վստահ, որտեվ դու ավելի քիչ ես սպասում եւ նայում ես եւ հասկանում ես, որ ավելի շատ ես արդյունքը տվել եւ արդեն վստահ ես, որ հետագայում լինելու է ավելի լավ։ Երբեմն այնպես է լինում, որ այցելուները գալիս են չափազանց բարձր սպասումներով։ Ինչպես եք կարողանում հասնել նրան, որ ճիշտ գնահատի հնարավորությունները։ Մաքսիմալ խոսելով, մաքսիմալ բացատրելով, մաքսիմալ ցույց տալով ինչ որ տարբեր տիպի նկարներ, լինում են դեպքեր, երբ որ պացիենտը եւ դժգոհ է, եւ դա նորմալ է։ Լինում են եւ բարդություններ, դա էլ է նորմալ, որովհետեւ դու աշխատում ես։ Բայց իմ համար ամենակարևորը, որ դու պացիենտին չես կորցնում։ Դու առաջին օրվանից մինչև վերջին օր պարտավոր ես լինել իր հետ, դու պարտավոր ես իրեն հասկացնել, օգնել, անգամ ընդունել, որ ինքը դժգոհ է, բայց իրան չկորցնել, այսինքն ոչ թե թողել, դե լավ ինչ եղավ, մի հատ ավել, մի հատ պակաս, այդ նախադասությունը չի կարող լինել, որտեվ դու այդ մարդու հետ ինչ որ աշխատանք ես վարել եւ այդ մարդը պետք է քեզ վստահի, լինել միշտ իր կողքին, որ ինքը միշտ լինի հանգիստ, որ իր բժիշկը իր հետ է եւ իր հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել։ Այսօր կանեք ավելի շատ են չէ՞ զբաղվում իրենց արտաքինով, քան առաջ եւ ավելի շատ ժամանակ եւ գումարներ հատկացնում։ Այո, դա իրոք այդպես է, բայց կարող եմ ասել, որ հիմա ես ավելի շատ տղամարդ պացիենտ ունեմ, քան թե առաջ, նենց որ եկեք այո, եկեք իրենց չնեղացնենք, որովհետև տղամարդիկ նույնպես այսօր գիտեն եւ գիտակցում են, որ պետք է ունենալ առողջ մաշկ։ Ճիշտ է, կանայք ավելի շատ են, բայց համենայն դեպս այսօր այնպիսի ձևով է կյանքը փոխվել, որ առողջ ապրելակերպ, գեղեցիկ մաշկ, ճիշտ ոճաբանություն եւ հետո հասարակությունը շատ բարձր պահանջներ է դնում այդ առումով։ Այո, բայց այստեղ միևնույն է կավելացնեմ, որ շատ անգամ հասկանում ես, որ դա ինչ որ քաղցրավենիքի ֆանտիկ է։ Եվ շատ անգամ մեջը պարփակված է շատ փոքր նուրբ ինչ որ մի անznավորություն կամ էլ ընդհակառակը ընդհանրապես ֆանտիկի մեջ քաղցրավենիք չկար, ասենց ասեմ։ Դա այդպես է։ Այդ առումով կարծում եմ, որ նաև ձեր կաբինետում շատ հաճախ լուծվում են հոգեբանական հարցեր, երբ ավելի շատ արտաքին որևէ շտկումը գալիս է ներքին բարդույթներից։ Այո, իհարկե, դա այդպես է եւ կան պացիենտներ, որոնք կարողանում են կիսվել, կան երեխաներ, որոնք գալիս են առանց իրանց ծնողների եւ կիսվում են այն ամենը, ինչ որ չեն ասում իրանց մամաներին։ Ես այս պարագայում այդտեղ մի քիչ ցավում եմ, որտեվ եթե աղջիկ երեխան գալիս է կոմպլեքսներով, ինչ որ անպագորգոր բառեր չլինի, բայց ես համարում եմ, որ մաման այդտեղ քիչ է աշխատել։ Բաց թողում կա։ Բաց թողում կա, որովհետև աղջիկ երեխայի ամենակարևորը, որ իր մաման առավոտից երեկո ասի, որ նա ամենագեղեցիկն է, նա ամենահաջողակն է, նա ամենափափուկն է, նուրբն է եւ այլն։ Միայն սեր եւ գեղեցկություն ծնողի կողմից։ Այդ դեպքում կոմպլեքսները պակասում են հաստատ, ով չունի կոմպլեքս, բայց ամեն դեպքում շատ հաճախ եք ասում ձեր աղջիկը։ Այո, միշտ իմ աղջիկը ամենագեղեցիկն է, ամենասիրունն է, ամենախելոքն է։ Տղաներին էլ է պետք ասել։ Իսկ ձեզ։ Իսկ ինձ ես մեծացել եմ եւ մեծանում եմ, այո, սիրո մթնոլորտում։ Ես մեծ ընտանիքում եմ եղել, որովհետեւ տատիկներս 5 քույր էին, պապիկս ավելի շատ 5 ու 4 նկատի ունեմ։ Ես եղել եմ առաջին թոռնիկը, ինձ բոլորը միշտ սիրել են, բոլորը միշտ լկստվածել են։ Հայրս ինձ երբևիցե չի ասել, բացի մի անգամից, երբ որ ասեց չծակես հանգարցակի երկրորդ անցքը ականջում, իսկ ես դա թաքուն արեցի։ Ու հա մազերս այնպես էի անում, որ ականջս չերևար, եւ մոտ մի 3 ամիս հետո անցավ ասեց քեզ թվում է ես չեմ տեսել, որովհետև ինքը վիրաբույժ էր եւ առաջի անցքերը ինքն էր արել եւ մեկը ցածր ու բարձր էր եւ դրա համար նեղվեցի եւ ես ունեմ հիմա երկրորդ ականջողը։ Իսկ ամուսինը շարունակում է այդ ռազմավարությունը։ Այո, նա դիմանում է ինձ, ես իրան պետք է շնորհակալություն հայտնեմ, որ ինքը 33 տարի է ինձ դիմանում է եւ ինձ թվում է, որ երբ որ սիրում ես, ամեն ինչ ստացվում է։ Ինքը ինձ միանշանակ ընկեր է եղել ու լավագույն ընկերը, միշտ ցանկացած հարցում աջակից է եղել, նույնիսկ եղել է այնց, որ ես հասկացել եմ, որ մի բանը իմ մոտ լավ չի ստացվում, բայց ինքը միշտ այնց է ասել, որ
վայչը շատ լավ է, շատ ճիշտ է, շատ սիրուն է, շատ դրա համար ինքը իր կողմից աջակցությունը միշտ եղել է 100%-ով, եթե ոչ ավել։ Վերադառնանք ձեր կաբինետին, այ կանայք եւ տղամարդիկ, քանի տարեկանից պետք է արդեն բացեն ձեր կաբինետի դուռը։ Կարծում եմ, որ 20 տարեկանից կարելի է ուղակի առաջին անգամ գալ, ակնեները թողում ենք մեկ կողմ։ Ուղակի խնամքի տեսանկյունից հարց տալ, թե ինչպիսի խնամք կարելի է անել, եւ հետագայում արդեն 25-ից հետո կարելի է եւս ոչ հաճախ, բայց ժամանակ առ ժամանակ կարելի է գալ եւ հասկանալ ճիշտ խնամք ունեն թե ոչ եւ եթե ինչ-որ ինչ խնդիրներ առաջանում են, շտկել, բայց ոչ իմպուլսիվ, ագրեսիվ եւ բոլոր տրենդերը շարունակելով, թե ինչ են տեսնում Instagram-ում, որտեվ անհնարին է։ Իսկ դուք այդ բոլոր նորագույն տրենդերի մեջ ունեք սիրված բյութի պրոցեդուրը։ Ունեմ, դա մերսումն է։ Երազում եմ միշտ ամեն օր ստանալ մերսում, առանց ցավի, առանց ներարկումների, բնականաբար երազելով, որ կարելի անել մեկ մերսում եւ ունենալ երկար մոտավորապես մի 4-5 ամիս հիասքանչ տեսք։ Իսկ ինչ է կարծում, գեղեցկությունը ավելի շատ սառնարանում է պահված, թե դիմահարտերման պայուսակում։ Էմոցիաներում։ Երբ որ քո աչքերը ժպտում են եւ դա ոչ սառնարան է, ոչ էլ կոսմետիկա է։ Դա ուղղակի ճիշտ կնճիռ է։ Ես կարծում եմ, որ էմոցիաներն են գեղեցկությունը։ Եթե աշխարհում թողնեին մեկ միջամտություն, դուք որը կպահեիք։ Բոտոքս։ Երիտասարդ մնալու գաղտնիքը եւս պահված է վառ էմոցիաների մեջ, ձեր ասած։ Այո, իհարկե։ Երևի ստեղ ավելացնեմ որպես բժիշկ, սնունդ, սպորտ եւ էմոցիա, այո։ Գույն։ Ձեր կաբինետի ամենախորհրդավոր գործիքը, ես կարծում եմ, իրը դա հայելին է։ Այո։ Այ հայելու ձեր եւ այցելուի հարաբերությունները։ Սկզբից ասում եմ դու ամենագեղեցիկն ես, ես քեզ սիրում եմ, դա տենց է։ Կարող եք բոլոր բուժառուներին հարցնեք։ Պրոցեդուրայի վերջում նորից եւս մոտիկացնում եմ հայելին ու ասում եմ՝ նա ինչ գեղեցիկ ես։ Իսկ դուք որքան հաճախ եք օրվա ընթացքում նայում հայելու մեջ։ Ես։ Առավոտյան հաստատ։ Աշխատանքի առումով, որտեվ հայելին մեծ է, իմ կաբինետում ես ոնց էլ լինի ինչ-որ ուզեք չես տեսնում եմ, եւ երեկոյան։ 3 անգամ հստակ, առավոտյան երեկոյան հաստատ։ Խորհրդատու եք քննադատ, թե բարեկամ, թե ընկեր։ Ընկեր։ Դուք աշխատում եք երկու կենտրոններում, դուք առավոտից երեկո ունեք շատ խիտ գրանցումներ, զբաղված գրաֆիկ, ազատ ժամանցի, ընտանիքի, ընկերների համար ժամանակ կարողանում եք հորինել։ Իհարկե կարողանում եմ, ամենակարևորը նա է, որ ես ապրում եմ եւ աշխատում եմ կենտրոնում եւ այդ ամենը ես անում եմ ոտքով։ Լոկացիաները շատ մոտ են, այդ առաջինը։ Երկրորդը ամեն դեպքում արդեն իմ գրաֆիկը այնպես է ստեղծվել, որ ես կարողանում եմ իմ ժամանակը այնպես դասավորել, որ անգամ կարողանում եմ մեջտեղը ինչ-որ մի 2-3 ժամ հետ գնալ տուն եւ նորից վերադառնալ աշխատանքի։ Ունեմ օրեր, երբ կատեգորիկ չեմ գնում աշխատանքի եւ այդ օրը իմ ընտանիքինն է կամ այդ օրը իմ ընկերներինն է։ Երես տալու օրերն են։ Այո, եւ հաստատ հիմա 27, համարյա 28 տարի աշխատանքային փորձ ունենալուց հետո ես հստակ կարող եմ ասել, որ այդ ավելի կարևոր ժամեր են, քան թե աշխատանքը։ Ճիշտ է, ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում եւ քո սխալները դա քո սխալներն են, բայց դա նաեւ եւ փորձ է եւ ճիշտ է դա, բայց կային ժամանակներ, երբ որ շատ էի աշխատում, շատ ավելի շատ եւ դա սխալ է։ Հետ չի գալի այդ ժամանակը, կարող է մի հատ պացիենտ ավել, կարող է մի հատ պացիենտ պակաս, բայց ճիշտ է, պացիենտի տեսանկյունից դա իրենց համար վատ է, որ դու չես աշխատում, բայց քո համար լավ է։ Միևնույն է, առաջինը դու պետք է քեզ սիրես։ Ես կարող եմ այդ ասել, դա իմ պապիկներ ինձ միշտ ասում, որ կա երկու ամենակարևոր կանոն, դու պետք է քեզ սիրես, որ դու ուրիշին էլ սիրես, եւ սպորտ կա լեչիտ, ֆիզկուլտուրա լեչիտ, եւ դա չմոռանաս, եւ երրորդ կանոնը չուշանաս։ Գիտեք, երբ մեր տեսախցիկը պտտվում էր ձեր ընկերների հասցեներով, բոլորը ամենասկզբում լայն ժպտում էին, ունենում էին ամենավառ էմոցիաները եւ բոլորը միաբերան ասում էին, որ դուք իրենց ընկերների մեջի արևն եք, նվիրվող, տրվող, ջերմացնող, դժվար չի արև լինելը։ Դժվար է, բայց ես տենց եմ, ես չեմ փոխվի։ Իմ տատիկս էր տենց ասում էր արևս մտավ տուն։ Այո, ես էմոցիոնալ եմ, ես բարձր խոսացող եմ, վառ եք, հետաքրքիր եք, կրեատիվ եք։
Ես իրեն շատ եմ սիրում, շատ ջերմ եմ իրեն վերաբերվում, ես որ իր ձայնը լսում եմ, ինձ մոտ բարի ժպիտ է առաջանում, որովհետև նվիրում է բոլորին արև, ջերմություն, լույս, այս իր ներքին եռանդը, իր ներքին ջերմությունը, որը տարածվում է բոլորի վրա։ Ես կարծում եմ, որ Նայնե Ասլանյանին հնարավոր չի չսիրել։ Նրան կարելի է ուղղակի կամ նախանձել, կամ շատ սիրել, անտարբեր իրեն, հնարավոր չի վերաբերվել։ Շատ բաց է, շատ լուսավոր է։ Ու այդ չեմ ասում նրա համար, որովհետև ինքը իմ մաման է, բայց այդ իրոքը տենց է, ովքեր իրան ճանաչում են, իսկականից սենց իրան ճանաչում են մենակ այդ ձև, որ ինքը ընկերասեր է, ինքը բաց է, ինքը որտեղ որ մտնում է դուրս է գալիս իրան միանգամից հիշում են, հենց իր այդ պայծառ կերպարը, ու կարծում եմ իր ամենամեծ գրավականը դա հենց իր ուժեղ ու բարի լավ մարդ լինելն է, որը մարդկանց գրավում է ու մարդիկ այդ շատ սիրում են։ Ցանկացած պահի իմանալով, որ ինքը իմ համար գոյություն ունի, ես ինձ ապահով եմ զգում։ Լինի դա բժշկության մեջ մասնագիտական ինչ-որ պրոցեդուրա եմ, լինի դա դրսում, շրջապատում, ես գիտեմ, որ եթե կա հեռախոս, որ կարող եմ ես զանգահարել Նարինեին, ապա ես շատ հանգիստ կլինեմ։ Ցանկացած զանգի կպատասխանի, ցանկացած հարցի կպատասխանի, անգամ եթե ինքը այդ պահին կասկածում այդ հարցի պատասխանի վրա, արագ կբացի, կկարդա, կգտնի, կօգնի ընկերոջը։ Սրտանց եմ դա անում, դա ձևավորություն չի, ձևականություն չի, եւ ես չեմ փոխվում։ Շատ անգամ գիտակցում ես, որ դու պետք է չի տենց անես, բայց ես չեմ կարող եւ Եթե անգամ չի գնահատվում։ Եթե անգամ չի գնահատվում, ինձ դժվար է փոխելը հիմա։ Ես չեմ էլ ուզում փոխվեմ։ Ես նայեմ ինչ կամ ռուսները ասում են «Չիլավեք պրազնիկ», ես դա եմ։ Ես դա սիրում եմ, ոչ թե ես դա անում եմ ինչ որ մեկի համար առաջնահերթ, այդ ես դա սիրում եմ։ Ես ուզում եմ, որ բոլորը ուրախ լինեն, ես ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն, ես ուզում եմ, որ բոլորը ժպտան։ Հեշտ, արագ մի վայրկյանում բոլորին կարելի է ցավացնել, բայց ես ուզում եմ, որ բոլորը ժպտան եւ միշտ ուրախ լինեն, այդ շատ կարեւոր է։ Հաճախորդներից մեկը խնդրում է իրեն, ասում է, եթե գնում ես Դուբայ, այնտեղ մի ընկերուհի ունեմ, թարխուն շատ է սիրում։ Ամեն ինչ թողած մենք մեր հետ թարխուն ենք տանում։ Առաջին օրը զանգում չկա այդ աղջիկը, երկրորդ, երրորդ, մի խոսքով անցնում է արդեն մի շաբաթ, որ մենք պետք է հետ գանք։ Ասում եմ, նան այդ թարխունը արդեն բանի պետք չի փչացել, արի թափենք։ Չի ասում, ոնց թե ասում, գոնե այն պոչիկները կպոկի, սուպի մեջ կգցի, արի գտնենք։ Մի խոսքով ամբողջ Դուբայով մենք ման ենք եկել, փնտրել ենք, գտել ենք այդ իր հաճախորդի ծանոթին։ Մինչև մենք չենք հանձնել, ինքը չի հանգստացել, այ այդ կարգի ինքը նվիրված է։ Դա կյանքի ու մահի հարց չի, բայց եթե ինքը պետք է անի մեկին լավ բան, անպայման ուզում է արած լինի։ Տան արևային եղանակն էլ վստահ եմ դուք եք ստեղծում։ Իմ ամուսինս էլ է ստեղծում։ Մենք երկուսս էլ ինչ են ասում, զանգակ եւ բամբակ, եւ մենք զանգակ ենք։ Այո, մենք սիրում ենք ուրախություն, ընկերություն, ինչ որ հետաքրքիր կոլաժներ ստեղծել, սուրպրիզների համար ես խենթանում եմ, այո, բաց եմ, երբևիցե պատրաստ եմ, շատ ընկերներ ունեմ, որ բնականաբար ինձանից վախում են, որտեվ չեն սիրում, որ դա անակնկալներ, ոչ բոլորն են դա անցալում, բայց առանց նեղացնելու նկատի ունեմ, որ անսպասելի միայն պոզիտիվ ինչ որ էմոցիաներ։ Ինքը ոնց առհասարակ կյանքում է, նույն ձև էլ տանն է, այսինքն երբ որ ինքը տանն է, միշտ կա այդ աղմուկը, այդ առումով միշտ այդ դրայվը տանը լինում է։ Մեծ տարիքի երեխա, այսքան տարի է իրար հետ շփվում ենք, ինքը դեռ այն նույն աշխուժ, չարաճճի, գեղեցիկ կանացի ֆորմաներով։ Դուք շատ տխրեցիք, որ ձեր դուստրը արվեստաբան դարձավ եւ բժիշկ չդարձավ եւ մի տեսակ ձեր գերդաստանի պատմությունը այդտեղ այսպես կանգնեց, ավարտվեց։ Ես ամենաերջանիկ մայրն եմ, որ իմ աղջիկը արվեստաբան է։ Մայրս ու հայրս ինձ ասում էին, մեզ նայի, քեզ խղճա, որտեվ դու միշտ պատասխանատու ես լինելու ուրիշի համար։ Ես երջանիկ եմ։ Իմ աղջիկը գեղեցկության մեջ է, արվեստաբան է, լեզուներ, տարբեր երկրներ, առանց հիվանդների, առանց վիրահատությունների, լավ էմոցիաներ, չէ, ես շատ ուրախ եմ։ Եվ հետո ինքը պետք է դա ուզենար, ինքն էլ է նույն ձևով տեսել միայն բժիշկներ, բայց նա հասկացել է, որ դա իրանը չի, ինքը լավ բժիշկ չէր լինի, եթե զոռ էինք, այն տենց ընտանիքներ կան, չէ, որ զոռով ասում ես ոնց կլինի, բա մենք բժիշկ ենք, դու բժիշկ չլինես, դա սխալ է, եթե մի մարդ չի սիրում, չի կարող շփվել, բաներ, որոնք իրանը չեն, ոնց կարող էր ինքը բժիշկ լինել, չէ, ես շատ ուրախ եմ, ես շատ երջանիկ եմ իր համար, որտեվ
նա ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Տենց մի հատ դրվագ եղավ մեր տանը, նա պարապում էր իր քննությունների համար, եւ ես էլ էի պարապում, տենց պերիոդ եղավ, որ երկուսիս գրքերն է խոհանոցում սենց սեղանին դրած էր ու ես մի վարքյան այդ պահը տեսա, որ իր գիրքը բացված էր Վիզանտիայի ինչ որ նկարներ էր գեղեցիկ եւ իտալական ինչ որ սաբորի նկարներ էր ու իմ գիրքն էր, որ մաշկաբանություն էր, ինչ որ շատ վատ նկարեր ու սենց մտքումս ասում եմ Աստված ջան, շատ շնորհակալ եմ, ինչ լավ է, որ իմ աղջիկս ընդհանրապես բժշկության հետ կապ չունի, չէ, ես երջանիկ եմ շատ։ Ինձ ազատ են թողել ու փոքրուց ինձ միշտ այն խմբակները, որ ես հաճախել եմ, հենց կապված եղել արվեստի կամ մշակույթի հետ, գնացել եմ նկարչության, գնացել եմ Պարի ու միանշանակ ես ինձ ընդեղ եմ լավ զգացել։ Երբեք չի եղել այդ ձգտումը հատկապես փոքր տարիքում, որ ես ուզենամ բժշկության հետ կապված ինչ-որ մի բան։ Այնպես չի, որ չէի կարողանա դառնալ, բայց միանշանակ շատ ուրախ եմ, որ այդ մասնագիտությունը չեմ ընտրել, որովհետև մեկ-մեկ որ տեսնում եմ իրանք ինչերի հետ են առնչվում ու առհասարակ իրենց աշխատանքը, հասկանում եմ, որ դա միանշանակ իմը չի, իմը լրիվ այլ ճյուղ է, արվեստն է ու մշակույթը։ Դուք այսօր նաև ուսուցանում եք։ Այ ձեզ դուր է գալիս այդ գործը ուսուցանելը։ Գիտեք, շատ բարդ եմ եկել դրան, որտեղ ես համարում եմ, որ ուսուցանելու համար պետք է լավ ակադեմիկ լեզու, ճիշտ։ Ես կարծում եմ եւ դրա համար պետք է աշխատել, ես դա չունեմ շատ, որտեվ ես ունեմ ռուսական կրթություն եւ ես շատ արագ եմ խոսում, ես անգամ հիմա մտածում եմ, որ եթե ես կարողանայի մի քիչ ավելի դանդաղ խոսեի, մտածեի նոր խոսեի, ամեն ինչը կլիներ շատ ավելի ճիշտ եւ ավելի լավ, բայց եւս բնավորությանը համաձայն շատ բարդ է դա ստացվում։ Իմ ընկերներից մեկը շատ դժվարությամբ ինձ համոզեց եւ ապացուցեց, որ ես կարող եմ դասավանդել, չգիտեմ ոնց է ստացվում, շատերը ասում են շատ լավ է, ես ինքս դեռ իմ համար շատ գոհ չեմ ինձանից, եթե շարունակվի, ուրեմն եւս ավել պետք է իմ վրա աշխատեմ, որովհետեւ ինձ տենց է թվում, որ ես ավելի շատ գիտեմ, քան թե տալիս եմ իմ բառապաշարը քիչ կամ շատ արագ մտածելու պատճառով, բայց հույսով եմ, որ կաշխատեմ իմ վրա։ Համաշխարհային, միջազգային որևէ կոնֆերանս, սեմինար, բան, որտեղ դուք կարող եք մի բան ավել սովորել, բաց չեք թողել եւ ձեր մատը միշտ էսթետիկ բժշկության զարգերակին է եղել, բայց այսօր դուք նաեւ հանդես եք գալիս ինքներդ խոսնակի դերում։ Դա էլ նոր դեր է։ Այո, դա նոր դեր է, հենց դա է խնդիրը, որ դա վախեցնում է, պարտավորացնում է եւ իրոք դա մի հնարավորություն է, որ դու ավելի շատ ես կարդում, ավելի շատ ես նորություն իմանում, պարտավորացնում է, որ դու քո ընկերներին, քո գոլեգաներին պետք է այնպես ամեն ինչը պատմես, ասես, որպեսզի առաջնահերթ եւ իրանց ապահովես բարդություններից, որ խնդիրներ չունենան եւ ինչ որ մի նորություն տաս, որպեսզի իրենց աշխատանքներում իրեն գնան առաջ։ Այս զգացողությունը, որ դուք պահանջված եւ բարձր վարկանիշ ունեցող մասնագետ եք։ Հաճելի է։ Բնականաբար հաճելի է, բայց ոչ խանգարում է, ոչ օգնում է, ուրիշի համար միգուցե դա շատ ավելի կարևոր է։ Ես ապրում եմ, ես հաճույք եմ ստանում կյանքից, ես հաճույք եմ ստանում արևից, ես հաճույք եմ ստանում, որ առավոտյան կարող եմ զարթնեմ, ժպտամ, գնամ աշխատանքի, զբաղվեմ, չգիտեմ։ Իսկ օրվա լավագույն սկիզբը Եվ ավարտը դա իմ շունն է։ Ես արդեն 12 տարի ունեմ բուծել, այսինքն ես 12 տարի բացի իմ աղջկանից ունեմ 3 տարեկան երեխա, որ միշտ պահանջում է, ոչ մի բան չի հասկանում, ոչ աշխատանք, ոչ տուն, ոչ պացիենտ, նա պարտավորացնում է քեզ, անձրևը կապ չունի, ձյունը կապ չունի, դու իրան հանում ես, դու իր հետ խաղում ես, դու իրան միշտ սիրում ես, ինձ թվում է այտենց բան չկա աշխարհում, դա իրոք կենթանու սերն է, որը ոչ մի բանից կախված չէ, նա ուղղակի քեզ սիրում է եւ դու հասկանում ես, որ դա առանց պայմանականությունների եւ դա իրոք դա է ամենահաճելի պահը, որ քեզ ուղղակի սիրում են։ Իսկ ստացվում է, որ դուք օրվա ընթացքում մտնեք խոհանոց եւ այնտեղ ստեղծագործեք։ Ինչպես ձեր կաբինետում եք ստեղծագործում։ Ես ստեղծագործում եմ հազվադեպ, առաջ ավելի շատ, հիմա բնականաբար ավելի քիչ, բայց նոր տարում ես միշտ ունեմ մի թխվածք, որը շատ են սիրում ամուսնուս ընկերները, տղամարդիկ են շատ սիրում այդ թխվածքը, որովհետև կոֆեն շատ է պարունակում եւ նա շատ քաղցր չէ եւ հանգարցակ եթե ինչ պատճառներով ես 31-ին դա չեմ հասցրել անել, դա անհնարին է, բոլորը պարտադրում են, ուրեմն ամսի 1-ին այդ թխվածքը թխվում է։ Դա իմ ինչ-որ ստեղծագործություններից մեկն է։ Դուք հետո դրա բաղադրատոմսը ինձ կտա պայման։ Մենք միշտ ձեզ տեսնում ենք շատ վառ, շատ գեղեցիկ, խնամված եւ շատ կրեատիվ։ Այ հետաքրքիր է ձեր զգեստապահարանի պարունակությամբ։ Դուք հենց այդպիսի կին եք ուզում ներկայացնել։
Այո, իմ պահարանը տարբեր գույներով է, միայն սև չի։ Ես շատ սև զգեստներ ունեմ, բայց ես գույներ եմ սիրում։ Ես մի քիչ նկարում եմ, ես միշտ սիրել եմ աքսեսուարներ եւ միշտ ուզեցել եմ, սենց կարող եմ ասել, լինել տրենդի մեջ, բայց ոչ մոդայիկ, որտեվ իմը պետք է տարբերվեր։ Այսինքն ես կոնկրետ գիտեմ, որ սա գեղեցիկ է, տրենդային է, մոդայիկ է, բայց ես դա հաստատ չեմ կրի, որտեվ բոլորը դրանից ունեն։ Ես կսպասեմ, երբ որ բոլորինը արդեն փչանա, նոր ինչ-որ մի բան ձեռք կբերեմ եւ հակառակը։ Ես ուզում եմ տարբերվեմ։ Ես միշտ համարել եմ, որ ես ուրիշ եմ։ Ինչքան որ նման ենք իրար, բայց նույն չափ էլ մենք շատ տարբեր ենք։ Եթե ինքը էլեմենտար իր զգեստապահարանի մեջ ունի վառ գույներ, տարօրինակ բաներ, որը իմ համար տարօրինակ է, որ հնարավոր չի համադրելը կամ ես այդպես չի անի, ինքը դրա լրիվ հակառակն է ու ինքը այդ առումով շատ ավելի ռիսկային է, բայց այդ հենց իր բնավորության գիծն է, այսինքն ինքը նաև այդ ձև հենց իր տարբերվող ու պայծառ կերպարը հենց այդ ձև է ստացվում։ Ես չեմ կարող ասել, որ այդ առումով ես իրան նման եմ, ես ավելի մի քիչ կլասիկ ու ինչ-որ որոշ հարցերում ավելի պահպանողական եմ, բայց այդ հարցում մենք տարբեր ենք։ Բույրերին էլ եք յուրահատուկ վերաբերվում։ Բույրերի մեջ ես ավելի կոնսերվատոր եմ, շատ դժվար եմ փոխում բույր, չգիտեմ ինչի։ Կարող եմ ասել, որ 20 տարվա բույրս դեռ նույնն է, չեմ փոխում։ Սառը Ջեսիկա Պարկեր։ Դուք ասացիք, որ սիրում եք անել անակնկալներ։ Այո։ Գիտեմ, որ նաև ելնելով ձեր աշխատանքից դուք հաջորդ օրը անպայման ծրագրում եք, դասավորում եք, կազմակերպում եք եւ գծագրում եք։ Բայց այ ինչը կարող է ձեր օրը խառնել, անակնկալի բերել լավ առումով։ Եվ փոխել գրաֆիկը, փոխել պլանները։ Եթե ինչ-որ մի ընկերներիցս մեկը, որը չի ապրում Երևանում, դրսից գա, այսինքն վերջ, դա ամենամեծ անակնկալներից մեկն է լինում եւ ամբողջ գրաֆիկը կարող է խախտվել լավ առումով։ Եթե ինչ-որ հնարավորություն լինի, որ հենց հիմա կարելի է գնալ դե ծով չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել Սևան, որտեվ ես ջուրը սիրում եմ եւ երևի թե դա, որ գնում ենք քաղաքից դուրս ու պետք է շատ շտապ արագ ներողություն խնդրել եւ բոլորին ինչ որ, չգիտեմ, բայց ինչ որ sense լուրջ առիթով չեմ կարող ասել, որ պլանային ինչ որ լուրջ հիվանդներ կան, որ տենց փոխեմ, բայց ինչ որ տենց լավ առիթ միանգամից կարող եմ խմբագրվում է օրը։ Այո, փոխել։ Հետ շատ եմ սիրում, երբ որ մենք ճամփորդում ենք միասին, արդեն ունենք բավականաչափ փորձ իրար հետ ու ամենակարևորն է նա, որ ինքը ինձ շատ հավատում է ու խելոք գալիս է բոլոր այն տեղերը, նույնիսկ եթե հոգնած է, բայց գիտի, որ ես ասել եմ, այս կարևոր է, մենք պետք է այնտեղ գնանք ու ինքը գալիս է։ Մենք իրար հետ շատ լավ ընկերներ ենք, ընկերուհիներ ենք, ավելի նույնիսկ, ու հատկապես վերջին տարիներին դա ավելի զարգանում է, չգիտեմ, միգուցե տարիքից է, որովհետև ես էլ եմ մեծանում, կարծում եմ, որ ես բախտավոր եմ, որ ունեմ նման մամա, որովհետև լինում է, որ ամեն մեկի բախտը այդպես չի բերում։ Ազատ ժամանակի ամենասիրելի զբաղմունքները։ Ժամանակ առ ժամանակ ես ինչ-որ զարդեր եմ ինքս պատրաստում։ Ցավոք կարող եմ ասեմ, որ գիրք շատ հիմա ավելի քիչ եմ կարդում, քան առաջ, որովհետև ավելի շատ կարդում եմ մասնագիտական նկատի։ Բայց հիմա օրինակ Բուկովսկի եմ կարդում ու սենց հենց որ պահա լինում, վազում եմ մի երկու էջ եմ կարդում, սենց ասեմ։ Շատ շնորհակալություն Նարաջան ձեր այս սիրուն ներկայության համար, մեր այսքան շատ հետաքրքիր ու շատ անկեղծ զրույցի համար, ինչպես դուք եք վառ, սիրուն, պոզիտիվ գույներով լի զրույց ունեցանք մենք եւ հրաժեշտին ես ձեզ մառաշին եմ նվիրում, տարբեր համերով տուփ է, տանը կվայելեք, ընտանիքի հետ միասին։ Շնորհակալություն։ Եվ իհարկե հրաժեշտի մեր ամենավերջին հարցն եմ ուզում տալ, այդ ձեր կաբինետում, երբ կինը վերջին հայացք է գցում հայելուն, ժպտում է անպայման, որպես կանոն դա ժպիտով է վերջանում, դուրս է գալիս երջանիկ եւ ինքնավստահ։ Եվ գուցե հենց այդ պահից ձեր կաբինետից սկսվում է մի նոր հաջողության պատմություն իր կյանքում, որովհետեւ ինքը շատ ինքնավստահ է դուրս եկել։ Այ վերջին հարցը, դուք ամեն օր երջանկացնում եք կանանց։ Երբ է կինը երջանիկ։ Կինը երջանիկ է, երբ սիրված է։ Կինը երջանիկ է, երբ իր կողքին հարազատները բոլորը առողջ են։ Կինը երջանիկ է, երբ ունի իր սիրված գործը եւ հոբին։
Կինը երջանիկ է, երբ ինքը իր տանն է, կինը երջանիկ է, երբ ինքը վայելում է առավոտը լռության մեջ, ծիտիկների ծլվլոցը եւ կանանչ տերևները։ Հաղորդման գլխավոր հովանավոր՝ մատման փաստաբանական գրասենյակ։